Երբ բոլորը տոնական եռուզեռի մեջ են, նրանք աշխատում են։ Տոնական օրերին բոլորն են ուզում գեղեցիկ և խնամված տեսք ունենալ։ Նշանակում է, վարսահարդարներն այդ օրը րոպե անգամ հանգիստ չունեն։ Աշխատանքային օրն սկսվում է լուսադեմին և ավարտվում, երբ ավարտվում է։ Տոնական հաճախորդներին հերթագրում են 1 ամիս առաջ։ Պարտադիր մի շամպայն ենք ունենում սրահում, որպեսզի եթե հանկարծ դեպի այս տարի էլ այդպես լինի, ուրեմն պիտի նշենք այստեղ։ Օրինակ նախանցած տարի աշխատեցի, որ հասցնեմ անպայման շուտ դուրս գալ սրահից, բայց ճանապարհին նշեցի նոր տարին, չհասատում 12-ին։ Վարսահարդարից հետո հերթը դիմահարդարինն է։ Տոնական շպարը մոդայիկ է դարձել վերջին տարիներին։ Դիմահարդարի սենյակի մոտ հերթեր են գոյանում, հատկապես երեկոյան։ Մեյքափ արտիստին որպես մասնագետ առհասարակ դիմում են միայն ուրախ եւ տոնական օրերին։ Այդ իսկ պատճառով մեր մասնագիտությունը գեղեցկություն կերտելիս պարգևում է նաեւ կրկնակի ուրախություն մարդկանց։ Եվ ամսի 31-ը ես շատ եմ սիրում այդ օրը, քանի որ կրկնապատկվում է նորից եմ ասում ուրախությունը եւ տոնական տրամադրությունը։ Այս տարի երեխաները ձմեռ պապիկից հիմնականում կոնստրուկտոր են խնդրել։ Տիկնիկներն ու ավտոմեքենաներն այլևս պահանջված նվերների ցանկում չեն։ Այս օրերին բնականաբար մեզ մոտ իրարանցում է, ծնողները շտապում են իրենց երեխաներին նվերներ, անակնկալներ պատրաստել, մեր մոտ նույնիսկ ձմեռ պապիկն է հյուր լինում հաճախ, փորձում են նվերներ ընտրել տարբեր երեխաների համար։ Սիրով ու լավ տրամադրությամբ ուզում եմ ձեզ բոլոր ողջունել։ Տարվա գլխավոր գիշերը մարդիկ անցկացնում են նաև ռեստորաններում ու հանդիսասրահներում։ Երեկույթի գլխավոր հերոսն էլ հանդիսավարն է։ Ես մեկնում եմ որպես աշխատանքի։ Դժվարանում եմ իրանց հետ հավասար ուրախանալ, չնայած իրենք ասում են, որ դու ուղղակի աշխատանքի չես եկել, դու մեր հետ միասին ուրախացի, բայց դա այդպես չի։ Մեկը պիտի լինի, չէ, այդ ամեն ինչի հրամանատարը, ու իմ համար սովորական աշխատանքային օր է։ Մի փոքր ավելի շատ էներգիա եմ դնում իմ գործի մեջ ու կարծում եմ, որ եթե իրանք լավ ուրախանում են, դա ամենամեծ շնորհակալությունն է։ Երաժշտական մասի հրամանատար DJ Smoke-ն էլ այնքան է հավատում ամանորի հեքիաթին, որ հաջողացնում է տոնական գիշերը միանգամից մի քանի տեղում լինել։ Սիրում եմ եռուզեռի մեջ, ամեն իմ մասնագիտությունը իմ տեսակն այնց է, որ այդ օրերին պետք է մարդկանց միշտ ուրախացնեմ, թող մարդիկ լինեն, որտեղ աման օրը Սուրբ Ծնունդը ինքը իմ համար եւ առհասարակ մարդկության համար ամենաբարի, ամենաուրախ, ամենաընտանեկան, ամենահավեսով տոնն է։ Չգիտեմ, ես մի ամբողջ տարի սպասում եմ այդ 25-ից, դեկտեմբերի 25-ից 13-ը ընկած հատվածի համար, խելագարվում եմ ուղղակի այդ ամեն ինչ, այդ տոնական, այդ եռուզեռը, անգամ ես սիրում եմ այդ, որ ասում են, չէ, տնից տուն գնալ, անգամ դա եմ սիրում։ Ուրախություն ու ուրախություն, բայց կան ծառայություններ, որոնք ապահովում են տոնի անվտանգությունը, կրկնակի զգոն եւ միշտ պատրաստ։ 911 ծառայությունն ամանորի գիշերն էլ է հերթապահում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 911 տեսնում եմ շատ հետաքրքիր է անցնում, բռունալից, հետաքրքիր դեպքերով, մաղթանքներով, տարբեր բնույթի, զանգարում են քաղաքացիները, շնորհավորում են, մաղթանքներ են տալիս, շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար, այսինքն բազմաբնույթ է լինում։ Սննդային թունավորում, ալկոհոլի չարաշահում, ճնշման տատանում, երբեմն էլ կոտրվածք։ Տոնական գիշերվա ամենահաճախ հանդիպող կանչերն են։ Շտապ օգնության մեքենաները զինված են անհրաժեշտ դեղորայքով, իսկ հերթապահող բժիշկները պատրաստ, որ նոր տարին հնարավոր է դիմավորեն ամենատարբեր վայրերում։ Գիշերվա 12-ին 20 պակաս տրվել է կանչ Սարիթաղում, բրոնխիալ ասթմա։ Գնացել ենք, ինքը հաշվի առնելով, որ արդեն 5 պակաս էր 12-ին, մեզ հրավիրած սեղանին, ասեց, եկեք նոր տարին դիմավորեք միասին, մենք բնականաբար հրաժարվեցինք, որովհետև մեր հաշվարկով մինչև հրապարակ կարող ենք 5 րոպեում հասնենք։ Եվ նկարագրելու չի, ինչ արագությամբ իջել ենք Սարիթաղից, հասել ենք հրապարակ, այնտեղ արդեն սալյուտ, ժողովուրդ։
Տանը հեռուստացույցի առջև ամանորը դիմավորող մարդիկ անգամ չեն պատկերացնում, որ մինչև իրենք վայելում են տոնական հաղորդումները, հեռուստատեսության շատ աշխատակիցներ նոր տարի են մուտք գործում վահանակի առջև։ Սա առաջին նոր տարին է, որ դիմավորում եմ հանրային հեռուստաընկերությունը։ Երկրորդ տարին է իրար վրա, որ տանը չեմ անցկացնում, արդեն ընտելացել եմ, ոնց որ գիտեն, որ տանը չեմ լինելու։ Չնայած նրան, որ հաճելի կլիներ ընկերուհու կամ, չգիտեմ, ընտանիքի հետ դիմավորել, բայց համենայն դեպս գործը մնում է գործ։ Որտեղ էլ գտնվեք ու ինչ գործով էլ զբաղված լինեք, հավատացեք հրաշքներին։ Ամանորի գիշերը պահված երազանքն իրականություն դառնալու հատկություն ունի։